Գունավոր փուչիկներ, ծաղկեփնջեր, սպիտակ ժապավեններով նոր ու հատուկ այդ օրվա համար անսովոր զգեստներով պճնված միաժամանակ զարմացած աչքերով նորաթուխ աշակերտներ եւ առաջին զանգ։ Ամեն տարվա պես այս տարի էլ Լոռու դպրոցները կազմ ու պատրաստ իրենց հարկի տակ դիմավորեցին աշակերտական կազմին։ Հատկապես ուզում եմ իմ շնորհավորանքի խոսքս ուղղել ծնողներին եւ աշակերտներին ու հատկապես հատուկ շնորհավորական խոսքս ուղղել առաջին դասարանցիներին։ Վստահ եմ, որ նրանք այս բարդ դժվար կյանքում արժանի զավակը կդառնան մեր մարզի, Հայաստանի Հանրապետության եւ իրենց տեղը կգտնեն հասարակության մեջ։ Ներկաները բարի երթ ցանկացան բոլոր աշակերտներին, իսկ առաջին դասարանցիներն իրենց կյանքի ամենահիշարժան օրվա առիթով բազմազան նվերներ ստացան։ Մարզում այս տարի նախորդ տարիների համեմատ առաջին դասարան հաճախող երեխաների թվի աճ է նկատվում։ Մարզում այս պահի դրությամբ շուրջ 3150 երեխաներ ունենք, որ պետք է հաճախեն առաջին դասարաններ։ Գոհացուցիչ են թվերը, հատկապես եթե մենք նախորդ վերջին տարիների հետ համեմատական ենք դնում, ապա պետք է ասեմ, որ առաջին դասարանցիների թիվը ավելացել է։ Տոնական օրը եզրափակվեց տոնական համերգով Վանաձորի կենտրոնական հրապարակում դպրոցներից յուրաքանչյուրը լուսատու օդապարիկներով զարդարեց երկինքը։ Ալլա Նահապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։